Կարծեք հավատացյալները ձեզ շատ ջերմ են ընդունել, այդուամենայնիվ նախկին առաջնորդը թեմի դատի է տվել եկեղեցուն եւ թեպետ դատական նիստ տեղի չի ունեցել եւ որևէ հայտարարություն չի եղել, իշխանական պատգամավորները սկսեցին հայտարարել, որ անվավեր է ճանաչվել վեհափառի որոշումը։ Ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք իրավունք ունի դատարան առհասարակ միջամտել այս գործընթացին։ Չէ, սա նախադեպը չունեցող երևույթ է, ես նման բան երբևիցե չեմ լսել, ավելին ասեմ, նման փորձեր եղել են արևմտյան երկրներում, որտեղ այսպես ասած իրավունքները, մարդու ազատությունները պաշտպանված են եւ այնտեղ չի ընդունվել, նախադեպ չի ստեղծվել։ Լավ, եւ չեմ կարծում, որ Հայաստանում նախադեպ կստեղծվի այդ առումով։ Մենք բան չունենք, աշխատանքային պայմանագիր չունենք, մեր ծառայությունը եւ նշանակումները մեր եկեղեցական հնազանդության ուխտի դրա վրա է եւ վեհափառը բոլոր իրավասություններն ունի եւ թեմի առաջնորդ նշանակելու եւ թեմի առաջնորդին հետս կոչելու, այդ թվում նաեւ նոր թեմեր բացելու կամ փակելու։ Մասյացուտնի թեմի հոգևորականած դասը գրեթե մեծամասնությամբ ձեր կողքին է, սակայն կան հոգևորականներ, ովքեր ստիպված, բայց միացել են նախկին, այսպես ասած, առաջնորդին։ Դուք տեղյակ եք, արդյոք ճնշումների միջոցով փորձ է արվում նաև այն հոգևորականները, ովքեր ձեզ հետ են, նրանց էլ ուղղորդել դեպի այն կողմ։ Նշվում է, որ ամեն գնով փորձում են ճնշել հոգևորականներին։ Եկեք ես այդ մասին չխոսեմ, ես ասել եմ այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու եւ ինչքան հնարավոր է պառակտումը, եթե հնարավոր չլինի ամբողջությամբ փարատելու, բուժելու, գոնե հնարավորինս այս պառակտումը վերացնելու։ Կարծեմ որոշակի այսպես կոնտակտներ եղել են այն հոգևորականների հետ, որոնք ճանաչում են վեհափառի տնօրենությունը, բայց պինդ են հոգևորականը։ Իդեպ ձեզ ասեմ, որ իմ նշանակումը նաև իրենցով է պայմանավորված, որովհետև վեհափառը իրենց հարցրել է, ում եք պատկերացնում ձեզ առաջնորդ եւ իրենք մատնանշել են իմ անունը։ Եվ նաև ինչ որ իմաստով դա ինձ մղեց, որ ես ստանձնեմ այս առաքելությունը։ Հայրուպեն այսօր նաև մտավախություն կար, որ հնարավոր է սադրանքներ լինեն նաև եկեղեցու ներսում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը հայտարարել է յուրաքանչյուր քաղաքացի, ով դեմ է վեհափառ Հայրապետին, պետք է նրա անունը հնչելու պահին բոյկոտ բարձրացնի։ Ու կարծես այդ մտավախությունը կար, բայց վերած հաշտության օրակարգը ոնց որ թե պահպանվել է, ինչպես։ Չեմ կարող ասել, երևի Աստված ողորմած է մեր հանդեպ։ Եվ գիտենք, որ ուզում եմ կոչով հանդես գաք ձեր Մասյացոտնի հոտին, որովհետև գիտենք, որ շատ հավատացյալներ հենց հոգևորականով պայմանավորված են հաճախ թեկուզ եկեղեցի այցելում եւ հիմա կան հոգևորականներ, ովքեր գործընկերություն նշեց, որ ստիպված միացել են, այն թևին ու այդ դրանով պայմանավորված գուցե դեմ են կամ գուցե ինչ որ չեն հաճախում եկեղեցի հենց այդ նախապայմանով ինչ կոչով կդիմեք ձեր հոտին։ Թող հաճախեն հարևան բնակավայրերում առկա եկեղեցիները, որտեղ պատարագը մատուցվում է առանց աղճատման։